Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Յուրաքանչյուր ուրբաթ ամփոփում ենք շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձությունները։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել են քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին, ողջույն, պարոն Բադալյան։ Շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Բադալյան, շաբաթը սկսվեց վաղար շաբաթում անցկացված ՏԻՄ ընտրության արդյունքները ամփոփելով արդյունքների մասին տարատեսակ վերլուծություններ եւ հետընտրական զարգացումներ, այսպես կանխատեսելով իրականում գլոբալ հետընտրական զարգացումներ նկատի ունեմ։ Եթե խոսենք կոնկրետ վաղարշաբաթի խոշորացված համայնքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններից եւ միայն Էջմիածինը քննարկեինք, ապա այնտեղ ՔՊ-ն իրոք հայտարարակ պարտություն է կրել, որովհետեւ ընդամենը հարակից 15 գյուղերի քվեարկության արդյունքում ստացել է 30% ցայնը։ Նախ բացենք, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ինչով են տարբերվում համապետական ընտրություններից, այդ թյուր մոդելի մասին մի հատ խոսենք, որ ճիշտ է արդյոք այս ընտրության արդյունքների պրիզմայով դիտարկել կամ վերլուծել ինչպիսին է լինելու համապետական ընտրությունները։ Շնորհակալություն հրավերի համար։ Էականորեն տարբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը ազգային ժողովի ընտրությունից, որովհետև ՏԻՄ ընտրությունները հատկապես վերջին 30 տարվա, դա չի վերաբերում նախկին ՍԿՊ-ի ժամանակ, 30 տարվա դիտարկումները ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություններում հիմնականում հաղթում է այսպես կոչված այդ բնակավայրի լավ տեղ, այսպես հարթայություն կա, չէ՞, թաղի լավ տեղ, այ ինքն է հաղթում։ Հիմա դա ինչպես է երևում, հա, ասենք մեկը շինարար է, մեկը կակ, ինչ որ այդ համայնքում ինչ որ մի հարգարժան մարդու որդի է, մեկը ինչ որ ծանոթ խարիզմա ունի եւ այլն, եթե նայում եք բոլոր տեղերում մշտապես հենց այդ սկզբունքով են առաջնորդվում։ Նա քաղաքական ընտրություն երբեք չի եղել, անկախ նրանից թե ինչ կուսակցական, ասենք որ կուսակցության անդամ է եղել տվյալ գործիչը։ Դե հիմա հասկանալի է, օրինակ Գյումրին Վարդան Ղուկասյանը ձեն տվեցին, բայց Վարդան հասկանալի է, որ նա կոմունիստական կուսակցության ուրեմն ներկայացուցիչ չէ, Հայաստանում վերջին անգամ կոմկուսը պարլամենտական ընտրություններին 97 թվականին մի օր անցել։ Դրանից հետո կոմկուս չկա։ Ուղղակի ինքը գերադասեց այդ ուրեմն կուսակցությունը վերջին։ Եթե լիներ մարքսիստական կուսակցություն ուզեր, ինքը այդ մարքսիստականների թեմայով կանցներ։ Կամ տվյալ դեպքում վաղաշաբաթում Մեխակյանի հաղթանակը շատերը հենց հիմնականում կապում են հենց իր ծնողի հետ կապված, ասենք իր հայրը բավական հայտնի շրջանում եղել Արցախյան պատերազմում եւ դրա համար հենց գալիս են, որ հայ իր տեղուն են կընտրում, հատկապես երբ որ Խոյ համայնքը որտեղից որ ինքն էր ցակում, ինքը բավականին շատ ձայներ հավաքեց, դա էլ ասենք տեղական այդ նշանակություն ունի։ Կուսակցականը բացարձակ ՏԻՄ ընտրություններում չի աշխատել, կարող են ասենք օրողբոր տղաներ մեկը ՕԵԿ լինի, մեկը Բարգավաճ լինի, բայց որ հաստատ ասեք ՕԵԿ-ի կանոնադրությունը ծրագիրը ինչ կետեր են եւ ինչով են տարբերում Բարգավաճից ոչ մեկ չի մարում։ Այսօր Բարգավաճ, վաղ ՕԵԿ կամ մյուսօրը ժառանգություն կլինի, կամ այն մեկը որ ազատ դեմոկրատերով, ասենք հենց ՏԻՄ ընտրություններում վաղաշաբաթի բավական հաջող ձայն հավաքեց, հիմա ինչ արդյոք նա իրոք ընդգծված արևմտամետ կուսակցության գաղափարախոսություն ուներ, որ հաղթեց, իհարկե ոչ։ Ուղղակի նա գերադասեց հիմա այդ կուսակցությունը գնար եւ դրա համար ՏԻՄ ընտրությունները դրանք համայնքի մակարդակով ինչ որ հարց լուծողի են ընտրում, որը տարբեր ձևերով հարցը կլուծի։ Ազգային ժողովի ընտրությունները էականորեն տարբեր են, հատկապես ներկայումս, հատկապես Հայաստանում սպասվելիք ազգային ժողովներ էական տարբեր են։ Նրանք աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ընտրություն է կանալու, որովհետև Հայաստանը գտնվում է մի տարածքում, որը սկսում է Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, տեղից գալիս է Սևծով, Անդրկովկաս, Հարավային Կովկաս, Կասպիցով, Կենտրոնական Ասիա։ Այս ամբողջ տարածքը գլոբալիստների, ինչպես նաև նրանց դաշնակից Բրիտանիա, ուրեմն Թուրքիա, Իսրայել եւ այլն, այդ դրանց այդ արևմտյան կոնգլոմերատի հսկողության տակ է գտնվում։ Իրեն խառնվելու են։ Ամենայն ինչպես Մոլդովայում խառնվեցին, այնպես էլ ստեղ են խառնվելու։ Իրանց համար այդ արևմտյան կոնգլոմերատը բացարձակ մեկ է, թե վաղաշաբաթում համայնքի ղեկավար կլներ Ապրես Մեխակյանը կլներ, թե հաղթանակ դաշինքի տղա Սևա Խաչատրյանը կլներ, բայց իրանց համար խիստ կարևոր է ով լինելու Հայաստանի վարչապետը, որտեղ ազգային ժողովի ժամանակ դուք վարչապետ եք ընտրում, փաստացի։ Ու ընդգրկում եք ազգային ժողովի մեծամասնություն, որը ձևավորում է կառավարություն եւ վարչապետ։ Դա համար անուղղակի վարչապետ եք ընտրում, որը լայն լիազորություններն, որը որոշում է Զանգեզուրի միջանցքը կլինի, թե չի լինի։
Հայաստանը արտաքին ինչ քաղաքական կողմնորոշում կունենա, Հայաստանում ռուսական ներկայացում կլինի, թե չի լինի, Հայաստանում արևմտյան այդ կոնգլոմերատի ներկայացում կլինի, թե չի լինի, ցեղասպանության հարցը միջազգային ճանաչման հարց կբարձրացնի, թե չի բարձրացնի, ու տենց բազմաթիվ հարցեր։ Դրա համար էականորեն տարբեր է, շատ դեպքերում ես վերլուծությունները որ ասենք նայում եմ քաղաքական գործիչներն են, որոշ ասենք ոչ մասնագետ վերլուծաբաններ ասում են այդ իմ ընտրություն վաղաշաբաթում, այ սխալները որ արեցինք, այ եթե սխալները չանենք, ազգային ժողովի ժամանակ կախտենք, չէ կախտի, որտեվ ազգային ժողովի ժամանակ թիմ ընտրությունների ժամանակ ձեր մրցակիցը ԿՊ-ն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Եվ ընդդիմադիր տարբեր այսպես ուժեր են իր հետ մրցում են։ Ազգային ժողովի ընտրության ժամանակ ընդդիմության մրցակիցը տարբեր ուժերի մրցակիցը այլևս ԿՊ-ն չէ։ Նա այդ արևմտյան կոնգլոմերատն է ամբողջովին, որի գործիքն է ԿՊ-ն, այսինքն մրցակիցը նա է։ Դրա համար իսկ արդյոք դու կարող ես իր հետ մրցել էլի։ Կարող ես եթե ունես որոշակի մեթոդաբանություն փոխել։ Եթե այս ձևով գնալու ես, մենք մեր ուժերով փոխենք իշխանությունը, ուրեմն դու այսօրվանից արդեն կարող ես քեզ համար պարտված։ Իսկ ինչ ուժերով պետք է փոխել իշխանությունը, պարոն Բադալյան։ Չէ, դու պետք է դաշնակիցներ ունենաս, որտեվ եթե կա ոչ դաշնակից ունես, աշխարհակահաղական դաշնակից պետք է ունես, որտեվ ԿՊ-ն ունի դաշնակից չէ, ԿՊ-ն անգամ գործիք է հանդիսանալու այդ արևմտյան կոնգլոմերատի ձեռքին։ Դու պետք է առնվազն ունենաս ուժ, որը դուրս կգա այդ արևմանի դեմ, ուրեմն արևմտյան կոնգլոմերատի դեմ, դա այս պայմանությամբ պետք է նայես, ումն է պետք որ Հայաստան լինի ազգային իշխանություն եւ ոչ թե արևմտյան իշխանություն, որը Զանգեզուրի Միջանցքի առաջ տանելու։ Առաջնահերթ կարգով դա Իրան Իսլամական Հանրապետությունն է, որը կատեգորիկ դեմ է Զանգեզուրի Միջանցքի, իհարկե նրա որոշ թևը, նրա հիմնական թևը, այսպես կրոնա ռազմական է թևն է բան է, երբ որ իրանց տելեգրամյան ալիքները, իրանց լրատվամիջոցները, իրանց կայքերը կարդում ես, տեսնում ես, որ իրանք ի տարբերություն, ասենք նախագահական արտգործնախարարությանը, որը մի քիչ այլ դիրքորոշում ունի, իրանց դիրքորոշումը շատ չոր է եւ իրանք բնավ համաձայն չեն այդ Զանգեզուրի Միջանցքի գոյությանը, որտեղ դա գոյաբանական վտանգ է։ Առաջինը Իրան Իսլամական Հանրապետություն եւ երկրորդը ինչ որ չափով նաեւ Ռուսաստանի Դաշնություն կարող է լինել, որոնք միասին կարող ես դաշին կնքելով արդեն դուրս գալ արևմտյան այդ կոնգլոմերատի դեմ։ Հակառակ դեպքում դու պարտված ես։ Որտեվ շատերն ասում են, այ տեսեք, մի քանի հարցեր։ Շատ կուսակցություններ մասնակցեցին, որոնք ձեն փոշիացրեցին։ Ասում են, այ թող չմասնակցեն, պայմանավորվենք, որ այդպեսի բան լինի։ Չեք կարող պայմանավորվել։ Որտեղ իշխանությունը կարող է շատ հանգիստ ինքը իր կողմից դնի 10 նման բան կուսակցության։ Դե ոնց է պայմանավորվում։ Դե գնա վարչապետ այդ պայմանավորը, որ ինքը այդ քաղաքական ուժերին չմտցնի շրջանառության մեջ։ 10 ուժ կդնի, ամեն մեկը, չգիտեմ, կես տոկոս էլ տանի, եթե արդեն 5%, 5%-ը կարող է բավարար է լինում, ասենք այդ 40 ինչ որ տոկոսը հավաքում, հետո փոշիացած ձայներով կալուց է ձևավորում։ Սա մեկ, այսինքն դու չես կարող այդ հարցը լուծես։ Իդեպ կարող է դնել ոչ միայն իշխանությունը այդ ձայն փոշիացողներ, երկրորդը կարող է նաև ընդդիմադիրները միմյանց դեմ դնել էլ կա, որտեղ դա շատ տարածված տեխնոլոգիա է, այսպես պատստավնոյ կանդիդատ է կոչվում ռուսերեն, դա շատ տարածված է, երբ որ ինչ որ ուզում ես ասել, դու չես ասում, բայց դնում ես ուրիշին, որ ինքը այդ գործառույթը կատարում է, ինքն է ասում, ձայները փոշիացնում եւ այլն տարբեր գործ։ Եվ երրորդը կա մի խումբ Հայաստանի քաղաքական այդ ամենապատկեր բանում, ամենակաղաքական այդ համակարգում պատմության մեջ այդ մարդկանց, այսպես ասացամ, չբավարարված ամբիցիաներ ունեցող մարդկանց այդ խումբն է, որոնց համար 5 տարին մեկ այդ ընտրությունները դա աստվածային հնարավորություն են իրենց բան խելքը հասարակության ներկայացնելու, էլի որ իրենց թվում է որ այ հիմա դա ժամանակն է, հենց այս ընտրություններն են ժամանակը, որ ինքը ներկայացնի, թե ինչպիսի տաղանդավոր գործիչ է եւ բոլորը գան իրեն ընտրելու։ Շատ լավ հասկանալով, որ ինքը ընդամենը 0.5% է հավաքել, ինչպես անցյալ անգամ ինքը հավաքել 0.5%, ինչպես դրա նախորդ անգամ ինքը հավաքել 0.4%, հետո դրանից առաջ 0.6%, հետո 5, այսինքն ինքը 5 տարին մեկ 0.5% է հավաքում, բայց իրանք ասում են վերջ, այսա իրական այդ ժամանակն է, իրանք են դնելու։ Իրանք էլ են դնելու։ Սուպեր պսևդո սուպեր հերոսի սինդրոմ կարող է։ Չէ, բավարարված ամբիցիաներով, այսպես ամբիցիաների հարց կա, որոնք մարդիկ ասում են, բայց ոնց, բայց չդնեն, բայց չգնան, բացատրեն, որ ժողովուրդ, իրականում ես եմ ճիշտ ասում, ես եմ գալիս ձեզ փրկելու, իրականում իմ ասածն է ճիշտ, ուրիշներն մի հավատացեք, գիտի, որ ինքը 5%-ից ավել չի լինել, հենց որ ի տարբերություն թիմ ընտրությունների շատերն ասում են, եկեք տենց անենք, չէ, չեք կարող անել։ Հաշվի առեք, ինչպես թիմ ընտրությունների ձայները փոշիացան, այնպես էլ ազգային ժողովում ձայներ փոշիացնելու են։ Դա օգուտ է
բան կապային, որտեղ համեմատական տեսակետից ինչքան ասենք շատ է փոշյանում, այնքան տոկոսային առումով ասենք առավել շատ տեղ ստացածը, իսկ այս պայդրությամբ առավել շատ տեղ ստացածը կարող է լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, կարող է լինել եւ ինքը բնականաբար դրանից օգտվել է։ Սա առաջինն ու սա երկրորդ տեխնոլոգիան։ Առաջին ասեցինք միջազգային դաշնակից, բան այդ աշխարհական դաշնակից է պետք։ Առանց դրա չես կարող, ուղղակի չես կարող։ Բոլոր այն գործիչները, բոլոր այն հասարակական քաղաքական գործիչները, որոնք կգան ձեզ հյուր եւ կասեն, որ մենք մեր ուժերով իշխանություն ենք փոխել, ուրեմն իմացեք, որ ինքը կամ դեմագոգ է, կամ չի հասկանում։ Բոլորն են այդպես ասում։ Դե ուրեմն խնդրեմը դա է։ Կամ էլ իրանք չեն ուզում ասել, որ գիտեք, մենք դաշնակիցներ պետք է գտնենք եւ այլ, մենք թույլ ենք, դեմասա մենք մեր ուժերով, չէ, դու քաղաքական գործիչ էլ եմ, ինչ կարող է ասեն, հենց մի քիչ ամոթ կլինի որ ասել, բայց փորձագիտական շրջանակում պետք է հասկանաք, չէ կարող։ Մոլդովայում ինչ արեցին։ Ոչ միայն Մոլդովայի օրինակ։ Հա, որովհետեւ ոչ միայն դրանք բանը, հատկապես հիմա, երբ որ աշխարհը բավականին բարդ է, Արևմուտք Ռուսաստան հակամարտությունը ծայրեղ լարում է հասել, այդտեղ Մոլդովա չէ։ Շատերն ասում տեսեք Մոլդովայում ինչ արեցին, բերեցին 120,000 ձայն դրսից, մենք դրսից ձայն չեն կարող բերել։ Այո, մենք դրսից ձայն չեն կարող բերել, մեր համանդրությունը դա թույլ չի տալիս։ Բայց Մոլդովան մենակ դա չարեցին, Մոլդովայում արգելեցին մեծ դնեստրին քվերքել, եւ Ռուսաստանի մոլդովացիներին ընդհանուր 10,000 քվետավեցին։ Սա երկուս, լավ, մենք դրսում էլ այդ բան չունենք, բայց երրորդ քայլ արեցին։ Մոլդովայում արգելեցին որոշ քաղաքական ուժերը մասնակցել ընտրությունների։ Հիմա շատերն ասում են, եկեք մենք այս սխալը բան անենք, հա, մենք վաղաշաբաթի բանը։ Հիմա դուք պատկացեք, վաղաշաբթի ընտրության տվյալները գիտեք, չէ՞։ Պատկացեք, իսկ եթե ստացավ ԿՊ-ն 48%, ճիշտ է։ Իսկ ընդդիմադիր հաղթանակը 31%։ Հա, մոտապես։ Իսկ եթե իրան թույլ չտային մասնակցել ընտրությունների, ԿՊ-ի ձայնը ինչքան կլներ։ Ավելի շատ, չէ՞։ Կարծում եք։ Այո, որտեղ ինչքան բան այդ ինչքան քիչ մասնակցության դեպքում ԿՊ-ի ձայները շատանում էր, բարձրանում էր։ Հիմա պատկերացրեք, որ չի գրանցվում X կամ Y քաղաքական ուժը, որի մասին վարչապետը, ինչպես նաև Արևմուտքը կարող է հրանք տալ։ Ուղղակի կարգադրել, չգրանցես այդ ուժերին։ Այդ դեպքում ինչ է կանելու։ Դուք չեք կարող հեղափոխական իրավիճակ ստեղծել։ Մի երկրորդ ֆենոմենը կա, փողոցն է մահացել Հայաստանում։ Բոլոր նրանք որ ասեն փողոցով կճշտեն, փողոցով կճնշեն, փողոցով կոտի կհանեպատ, փողոց չկա, մահացել է դա անգամ վարչապետի։ Բայց հարեցին, բան բադել։ Հիմա իրան կարևոր չի։ Հենց այն նույն ընդդիմությունը դրան նպաստեց։ Հա, էական էլ չի ով է մեղավոր։ Հիմա փաստենք վերցնում։ Փաստենք։ Փաստա։ Վարչապետի հանրավակին, վաղաշաբաթ քաղաքին մասնակցեց 20 հոգի, բայց շատ ակնհայտ է որ արդեն չկար։ Հա, բայց չէ որ նա վաղաշաբաթ քաղաքում ստացավ 6800 ձայն։ 20 հոգի միտինգին մասնակցեց, բայց ձայն ստացավ քաղաքն են վերցնում, ոչ բաներ այդ ամբողջ։ Քաղաքում կարծեմ 6800 ձայն մոտավորապես ստացավ։ Հիմա հաշվեք 20 հոգի միտինգը եւ հա 6800 մոտավորապես այնտեղ փոչ կա։ Բան 20 հոգի միտինգ եւ 6800 ձայն, բայց 6800-ից ոչ մեկը չեկավ, չէ՞ մասնակցելու 20-ին, փողոցն էլ չկա։ Սա էլ է պետք է ուրեմն հաշվի առնել, այսինքն ազգային ժողովի ընտրությունը եւ թիմ ընտրությունը տարբեր են եւ այնտեղ ավելի լուրջ պետք է պատրաստվել։ Եթե չպատրաստվեցին, ուրեմն կարող ես այսօրվանցած շնորհավորել վարչապետին եւս 5 տարի Հայաստանում իր վարչապետությունը շարունակելու համար։ Եթե շատ հորետեսական էր, բայց չէ, հորետեսական, եթե դու չես փոխում քո խաղի կանոնները, եթե փոխեցիր, դու հաղթում ես, որտեվ դու անում ես քայլեր, որով իշխանությունը գիտի ինչ պիտի անես։ Դու անում ես քայլեր, որոնք 30 տարի արել են դեմություն ու 30 տարի հաջողություն չի ստացել։ Ուրեմն դու պետք է մտածես այդ ուղղությամբ, իսկ ինչ անեմ, որ նա չկարկանեմ նախորդ 30 տարվա արվածը ու ինձ դա հաջողություն բերի, որ մտածես կգտնես, որ մտածեն կգտնեն։ Այդ դեպքում ինչի համար են Նիկոլ Փաշինյանը ու իր թիմակիցները այս ջախջախից հաղթանակ տերմինը դրել շրջանառության մեջ ու մի քանի օր այտենց տոնում են, որ վաղաշաբաթում իրանք ընտրություններ են տալիս, ինչ ասենց յուղում են էլի, ինչ որ տպավորություն է, որ սութի յուղում են, որ վերջում ինչ, եթե գիտեն իրանք միևնույնն է հաղթելու են, այսինքն մոդելի կիրառություն ինչով աստեղ արդարացված կամ իրանք այս արտահայտությունները թշնամանք ստեղծելը ու այդ ֆոնին ստանալը կարծես Փաշինյանականները կամ առհասարակ իշխանության այդ թևը են ժողովրդի դեմ պայքարում ստացվում է։ Ես հիմա այդ եմ վերլուծում, իրանց պայքարը ժողովրդի դեմ արդեն, ոչ թե հենց ընդդիմադիրների դեմ, որտեղ իրենք համարում են, որ արտաքին աշխարհում իբրև հաղթել են իրանց խաղաղության օրակարգով, հիմա ներքին թշնամիների դեմ են տանում պայքարը, ներքին թշնամիների այն արդեն ավելի զանգվածային օղակը ժողովուրդն է դուրս գալիս։ Բացի ընդդիմությունը։
Չէ, բայց ինչի բան է, չէ, ասա, որտեղ ջախջախը բնականաբար իրանց տերմինաբանությունը արտահայտությունը ջախջախ։ Հա, դա պետք է ասես, ինչի՞ չասեմ որ։ Նույնը ասում էին դե հա 40։ Հա, իսկ ինչի՞ չասեմ որ։ Իսկ ինչու չպետք է ասեն։ Եթե իրանք հաղթանակ են տարել, թող ասեն, իսկ ինչ է եղել։ Օրենք խախտում են, չէ, եթե օրենք չեն խախտում, անում են PR կամպանիա ձեռներով, շատ բնական նորմալ է։ Կա օրենք չեն խախտում, վերջ։ Օրենքի խախտելու մասին չի։ Չէ, ուրեմն բայց իսկ ինչի՞ չասեն։ Իսկ ինչի՞ չպետք է ասեն։ Հա, իսկ ինչի՞ չպետք է ասեն, մեկ, երկրորդ, իսկ չէ, ասե, թե իրանք թշնամի ժողովրդին են համարում եւ այլ, չէ, ասե, իրանք ուղղակի համարում են, որ իրանք հաղթել են, որ անդիմությանը պարտ է, թող անդիմություններ ժամանակին ասել ջախջախի հաղթանակ տարան ԿՊ-ի նկատմամբ Գյումրիում, Վանաձորում, Փարակերում, որ անդիմությունը չասում, իշխանությունը ինչ չպետք է ասի, նորմալ է, շատ նորմալ է, բնական է, երբ որ քաղաքական պայքարում լինի Հայաստանում կամ չգիտեմ որևէ այլ երկրում, ինչ որ X ուժը հաղթում է Y ուժին, նա միշտ էլ ասում է, տեսակ ինչ ջախջախի չարված տարա, որ դա հոգեբանական փորձելով ազդել դիմացինի վրա, հոգեբանական տեխնոլոգիա։ Հա, շատ նորմալ արտահայտի տերմինաբանությունը, որ օգտագործում են, քաղաքական պայքարի մեջ չի կարծում, այ ինչ ես դա այդպեսի բան ասում։ Բայց ասես գիտեք հազիվ մի կերպ 48%, 48.5% հավաքեցին եւ միայն փոշիացած ձայների շնորհիվ մենք հազիվ մի կերպ մտանք խոտան։ Վիրտուալ ձայներ հավաքեցին։ Հա, վիրտուալ այ միայն դրա շնորհիվ բան մտանք պարլամենտ, ինչի՞ տես պետք է ասեն։ Շատ նորմալ են ասում։ Քաղաքականության մեջ չկա, հասկանում եք։ Մեղքա, եկեք մի քիչ հանգիստ լինենք, եկեք մի քիչ բան անենք, չէ, եթե գտնում ես որ թշնամիների ցեխնը բան է, այդ մեթոդաբանությունը քեզ ձայն է բերում, ուրեմն դա պետք է օգտագործես։ Քաղաքականության մեջ օրենքով չարգելված բոլոր մեթոդները օգտագործելը անհրաժեշտ է։ Կարևորը հաղթանակն է։ Թե դու ո՞նց ես հասնում հաղթանակին, կարևոր չի, կարևորը հաղթանակն է։ Սա պետք է որ բան հասկանաք։ Բարոյական է, կարևորը դու չես խախտում սահմանադրություն եւ համապատասխան օրենքներ։ Մնացած դեպքում դու բան ես, եթե դու գիտես որ, հա, չգիտեմ, Կեղծաբաջանի պապիկ ցույց տալով դու դա քեզ բերում է հաղթանակի եւ իկա հիշեք 2010 միանշանակ։ Եթե դու խափել ես եւ դու դա քեզ հաջողություն է բերել, այո, դա ստացել են։ Հայ, ուրեմն դա հաղթանակ է։ Եթե դու օրենք չես խախտել, եսի միշտ չես արել եւ այլն։ Միայն ասեմ, չի կարելի խախտել սահմանադրություն, օրենքներ եւ այլն, եթե չես խախտում, ապա հիմա կարող եք ասել ինչքան է բարոյական եւ այլ, իսկ քաղաքականությունը կը բարոյականության ոլորտում է, չէ։ Բարոյականության մասին չի։ Դե էմոցիոնալ ու այդ Էմի տարվեք էմոցիոնալ։ Դուք թողանդեմություն էլ էմոցիոն։ Կիրառելն է մարդկանց վրա։ Հա, թողանդեմություն էլ նույնն անի։ Ընդդիմությունը չի կարող, որովհետեւ Դա չի կարող դերը խնդրեմն արդեն։ Ուրեմն ինքը մրցունակ չի, ինքը արժանի չի փոխանցել քաղաքացիական պայմանագիրը։ Դեպքում պետք է նախընտրական պայքար մղեն հենց ընդդիմադիր ուժերը, որ դա չվերածվի ոչ քաղաքացիական պատերազմի, ոչ էլ չգիտեմ ինչի։ Քաղաքացիական պատերազմ չի վերածվի, որտեղ քաղաքացիական պատերազմ վերածվելու համար ինքը պետք է զինված ուժեր ունենա, չգիտեմ ինչ որ սենքոնը, որը տեսել ենք պատմությունից, հասկանալով որ անընդհատ հետքայլ են արել, որ իբրև արյուն չլինի, էլի հետքայլ, սկսում է պայքար, հետո հետքայլ անում, պայքար, հետո հետքայլ։ Ու ինչքանով է դա արդարացված։ Չէ, գիտեք, նայած ինչ եք ուզում, առաջին հերթին բան է, դու պետք է դնես հաշվարկես ինչ ռեսուրս ունես, ինչ ես ուզում, ինչ ռեսուրս ունես, եթե դիմացինդ ինչ ռեսուրս ունի, եւ բնականաբար եթե տեսնես դիմացինը այս կողմերից ուժեղ է ինչ-որ մի ոլորտում, այդ ոլորտում դու առաջ չես գնում, բայց դա այսինքն որն է իր թույլ իր համակարգիչ թույլ կետերը որն է եւ ինչպես այդ թույլ կետերից օգտվել եւ բնականաբար դա էլ անում ես, հիմա ոնց կանի ընդդիմություն թող այդ ինքը մտածի, բնականաբար այն խորհուրդ չեմ տալիս, բայց ամեն դեպքում թող ինքը նստի մտածի, թե ինքը ինչ ձևով է ինքը առաջ գնա բան անելու, շարժվելու, այնց որ ասես որ այս համակարգը խիստ ուժեղ է աշխարհում որևիցե երկրում sense այսօր Հայաստանի նման համակարգ չէ, համակարգը բավականին թույլ է, այնքան թույլ կետեր ունի, շատ բազմաթիվ։ Ոգին դեմությունը պետքա գտի թույլ կետերը, հա։ Չեն օգտվում ընդդիմություն։ Չէ, ընդհանրապես չի օգտվում, որովհետև իրանք չեն ուզում կոմֆորտի վիճակից դուրս գան։ Իրանց թվում է, որ եթե ազգային ժողովուրդը մի հատ ելույթ ունեցան եւ վարչապետը դրանից ինչ որ հա, ասենք էմոցիոնալ պատասխան տվեց, դուրս եկա ժողովրդական լեզվով հունից դուրս եկավ եւ պատասխանեց, ապա դա ինչ որ բան է, էլի Facebook-ում էլ դա բերեց, ասենք, չգիտեմ, 500 դիտում, ապա դա իրան ցույց է տալիս, որ իրանք որակյալ է կամ ինչ որ մրցունակ ընդդիմադիրին։ Չէ, այդպես չի, որ էշո մրցունակություն ընդդիմության
Հայաստան, այ որոշում է դիշխանություն վերցնես, թե չես վերցնում, թե հիմա ելույթով ես վերցնում, լուր ես վերցնում, ցույցով ես վերցնում, հանրավակով ես վերցնում, քվեարկությամբ ես վերցնում եւ այլն, օրենքով արգելված բոլոր մեթոդներով, եթե դու կարողանում ես վերցնել, դու կարող ես լուրում ու իշխանությունը վերցնել, դու կարող ես էմոցիոնալ վերցնել, կարևոր իշխանություն վերցնելն է։ Իսկ դու ինչ ելույթ կունենաս հիմա, ով է հիշելու։ Պարոն Բադալյան, ինչու՞ է կանում իրանց կոմֆորտ վիճակը, ես ուզում եմ հասկանամ, ուր է այնտեղ կոմֆորտ վիճակը։ Կոմֆորտ իրենց համար կարելի ազգային ժողովում նստել, մեկ-մեկ սուր ելույթ անել եւ վերջ։ Այս պահի դրությամբ իշխանությունը կարողացել է ստանալ արևմտյան այդ կոնգլոմերատի դաշինքի թե ինչ պատճառով, ինչ առաջարկ է խաղաղություն չի կարևոր չի, հաջողվել է կամ նրանց այդ նորմալ հարաբերություններ, որը ակնհայտ երևում է Հայաստանում կան քաղաքական բարտարկյալներ, ինչպես ընդդիմություն է մամուլ նշում, եւ արևմուտքից որևէ արձագանք չկա։ Դուք այսօր լսում եք, չէ՞, լրատվամիջոցները կամ քաղաքական գործիչ, ինչու արևմուտք չեք արձագանքում, չէ՞ որ միջա 18-ով արձագանքում է։ Հարգելն է, արևմուտքի այսօր չարձագանքել է, ցույց է տալիս հենց արևմուտքի աջակցությունը այսօրվա իշխանություններին։ Մի մոռացեք, պատահական չի, որ հաջորդ տարի մայիսի 4-ին Երևանում կանալու է Եվրոմիության քաղաքական համայնքը։ Դա աջակցություն է վարչապետի եւ իշխող քաղաքական ուժին։ Արևմուտքը աջակցելու է իշխող քաղաքական ուժին։ Դիմաց մենք։ Չէ, դրա աջակցելու է դիվանագիտական, տեղեկատվական, միգուցե նաև ֆինանսներ, այսօր ֆինանսական, որ վարկեր է տալի, ֆինանսական, լրատվական, բոլոր հնարավոր, բացի ռազմականից, բոլոր ոլորտերում աջակցելու է։ Մի դիմեք արևմուտքի թե չեք լռում։ Այո, նրանք լռելու են, որովհետև իրանց պետք է որ ԿՊ-ն այստեղ շարունակի իշխանության մնալը, որտեղ իրենք գլոբալ ծրագիր են իրականացնում։ Այս ստեղծում են այս իմ թվարկած այս մեծ տարածքը վերահսկելի, հա, Մոլդովայից մինչև կենտրոնական Ասիաների արել, որը հանդիսանելու է, այսպես ասած, հարվածող գերան թե Ռուսաստանին, հարավից, այնտեղ Ղազախստան, Ռուսաստան 7020 կիլոմետր տարածք ունի։ Ինչպես նաև Իրանին են հարվածելու, Ռուսաստանը ունի 75 տրիլիոն դոլարին մոտապես համարժեք ռեսուրսներ, հանքային ռեսուրսներ։ Իրանը ունի գազանավթային մոտավորապես քանի, չգիտեմ ինչքան, մեծ, ուրեմն 100-ավոր միլիարդ 9 տրիլիոնի ռեսուրս։ Այդ ամբողջ ռեսուրսը պետքա մի կողմ դնեն եւ ասեն, հա, դե որ Հայաստանում, ասենք, բան այդ իշխանությունը պարտվեց, մենք այս ամբողջ ծրագրից հետ չենք կանգնում, այդ ամբողջ ռեսուրսից հրաժարվում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդավարությունը հաղթի։ Այդ լուրջ անդիմություն մտածում, որ դիմում է Եվրոմիությանը։ Այդքան ռեսուրսներից պիտի հրաժարվի հանուն Հայաստանի ժողովրդավարության, երբ որ ընդամենը գազային երբան 2 ամիս առաջ 50,000-ից ավելի, ուրեմն այս մի տարվա ընթացքում մենակ քանի 20,000 մենակ երեխա զոհվեց, երբ որ Իսրայելը բաց այդ ոչնչացնել Պաղեստինը, ինչ-որ մեկը ձեն հանեց, կամ Սիրիայում մոռացեք 2 ամիս առաջ բանը Տալեվիներին 50,000 հոգի ուղղակի մորթեցին, մեծից փոքր ինչ-որ մեկը ձեն հանեց, չէ՞ որտեղ շահեր կա, չէ՞ տեղի։ Դրա համար ընդդիմությունները կոմֆորտ վիճակում, նրանք չեն ուզում ուղղակի շարժվել, նրանք չեն ուզում ինչ-որ գործողություն անել, նրանք չեն ուզում ինչ-որ բաներ անել, ասենք, քայլեր, որոնք որ շաբլոնային չեն լինի։ Իրանց արածը շաբլոնային է։ Ի շաբլոնները հեշտ է պայքարել։ 30 տարի մեկ տեսնում եք, էլի, երբ հանդիմությունը բան է այդտեղ, ինչ-որ փողոցով այդել։ Ոչ մի անգամ, դա փողոցը մոռաց, փողոց այլևս չկա։ Եվ իդեպ, ասեմ, շատ վտանգավոր տենդենց կա, որտեղ եթե իրականում, ասենք, այս իշխանությունը վերարտադրվում է բանից հետո, 26 թվականից հետո, գնալու է հայկական հասարակության ամբողջովին ուղեղի, այսպես ասենք, եվրոպականացման գործընթաց, այսինքն ազգայնական ամեն ինչ դուրս է մաղվելու, պատական չի, եկեղեցու դեմ պայքարը։ Եկեղեցին ուղղակի ոչնչացվելու է, ինչ որ արհեստական, տենց ինչ որ կոպիտ ասած պսևդո ինչ որ եկեղեցի է ձևավորվելու, ազգայնական, հա, շատ հնարավոր ազգայնական ուժերը ուղղակի մարգինալացվելու են, դաշնակցություն եւ այլն, ով մտածում է հանելու են։ Պատմության դասագրքերից չի բացառում, որ ցեղասպանություն ամբողջովին հանեն, բանից հանելու են այդ հուշամալիրը եւ այլն, հա, այդ ցեղասպանության այդ հուշամալիրը ամեն ինչը տենց լրիվ հան, այսինքն գնալու է մի այսպես ասած մի հասարակության ձևավորում, որի անուշքն միտքը ընդամենը, ասենք, հա, չգիտեմ, ասենք եվրոպական ինչ-որ պսևդո արժեքներն են եւ այլն, եւ այլն, ոնց որ Հայաստանում արդեն տարբեր տեսակ ակադեմիաներ են բացում եւ այլն, էլի։ Այսինքն մենք տեսնում ենք հասարակության արժեքային համակարգի փոփոխություն, որը բավականին արագ լինելու է, կգան Հայաստանում արդեն 31 թվականին, հա, քաղաքական ուժեր, միգուցե ԿՊ-ն չինի, որոնք ասեն արդեն դե ամեն ինչ եղել է, այլ Արցախ չկա, մոռացեք եւ այլն։ Փոխարենը մենք ֆրանսիական սուրճ, հա, ֆրանսիական սուրճ ենք խմում Հայաստանի բանը, Հյուսիսային պողոտայում, այդքան բան։ Այս գործընթացը դրա համար շատ անդիմադերներ պետք է հասկանան, սա իրենց վերջին պայքարի վերջին հնարավորությունն է։ Այդ վերջին հնարավորությունը, բայց ստացվում է հիմա մեր
ձեր վերլուծությամբ եւ շատ բաներում իհարկե համակարծիք եմ, ստացվում է ընդդիմությունը իշխանության ջրաղացին ջուր է լցնում, երկարացնում է նրանց կյանքը, ցանկություն չկա ինչ որ ձևով պայքարելու մեթոդոլոգիան չեն հասկանում, չեն ուզում փոխեն։ Ախր ոնց չկա, այնպես չի որ այնտեղ չկան պրոֆեսիոնալ մարդիկ։ Պրոֆեսիոնալ ինչ կապ ունի։ Այսինքն պրոֆեսիոնալը ինչ կապ ունի, կա թե չկա, պրոֆեսիոնալ ասելով ինչ է հասկանում։ Այսինքն ինչ է։ Ինչ են ասում ազգային ժողովում սուր ելույթները։ Չէ, ազգային ժողովի ելույթները դրանք ռետորական արվեստի տիրապետելու խնդիր է ընդհանրապես ազգային ժողովի մասին։ Այդ ինչ թողով են անցել որ հաջողություն են ունեցել։ Պատերազմ անցած մարդիկ։ Պատերազմի ինչ կապ ունի բանից։ Պատերազմ անցել է եւ դե մենք մշտապես պատերազմ ու խաղաղություն պատերազմ մենք պատերազմ անցել է, բայց ինչ պատերազմ անցել է դե։ Պատերազմ անցել է։ Պատերազմին կանցել է եւ դա իրան ինչ է տալիս, այսինքն ինքը անցել է պատերազմով, ինչ, այսինքն դա իրեն ինչ է տալիս։ Ոչ մի ռազմավարություն, ոչ մի մարտավարություն չի կարող մշակել։ Ցույց է տալիս որ չի հաջողվում, եթե 8 տարի մնում է ԿՊ-ն իշխանության, նշանակում է իրան չի հաջողվում, չէ՞, եթե հաջողվեր իք արդեն փոխած կներ։ Հիմա էլի մեղավոր ենք փնտրում։ Չէ, մեղավոր չենք փնտրում, ասում են իրան չի հաջողվել, այդքան։ Իրան չի հաջողվել, որտեվ ինքը չի, որտեվ ինքը մտածում է որ միգուցե բանան է, հա, այս անգամ չգիտեմ, այնտեղ միտինգ անը, բա ուրիշ ինչ ան, ինքը շատ ճանապարհներ կա անելու, փորձը գտնել ինչ ճանապարհներ։ Փորձը գտնել, եթե սա չի հաջողում, գտեք ուրիշ ձև, գտեք այն մյուս ձև, գտեք այն մյուս ձև։ Իշա դեպքերում դες ինչ է թվում, որ շատերին ուղղակի հետաքրքրում է գտելը, որտեղ շատ ավելի կոմֆորտ հեշտ է գնալ ազգային ժողովում ելույթներ ունենալ, սուր ելույթներ, հետո աշխատավարձ տրանսպորտի գումար, պրեմիա ստանալ ու մտածել, որ գիտես ինչ արի մի քիչ սուր ելույթ կունենամ, մյուս ազգային ժողովում էլ թեկուս դիմադիր կլնեմ, ասենք թեկուս 10 հոգի, ելի այնց մի 5 տարի կկարողանամ իմ գումարը ստանալ իպոթեկի վարձը փակել։ Ընդհանրապես Իսկ ասած որ շատ անդիմադիրներ կան, իսկ ասած որ անդիմությունը ամբողջովին ուզում է իշխանություն վերցնել, միգուցե չի ուզում։ Անդիմությունը երբեմն նաև ասում է, որ մենք ոչ թե ուզում ենք իշխանություն, այլ մենք ուզում ենք ազատվել չարիքի իշխանությունից։ Չէ, դե իմ հետ արդեն տերմինաբանությունը, արդեն բանասերություն է, չարիքի իշխանություն, սատանա իշխանություն, կա բան, չարիքի իշխանություն չկա, կա ԿՊ, քաղաքացիական պայմանագրի կուսակցություն եւ կա ուրեմն անդիմություն, այս կամ այն ու քաղաքական ուժերը։ Ամեն քաղաքականության մեջ պայքարի միակ նպատակը իշխանություն վերցնելն է եւ դրա դեմ ոչ բան չպետքա կես բան չկանգնացնել։ Որ անդիմադիրների հենց այդ չմիաբանված լինելու մեջ է լավ գլխավոր խնդիրը։ Ոչ թե նրանք չգիտեն ինչպես, այլ ամեն մեկը իր մեթոդը իբրև ունի, լավ այսպես ենթադրենք ունի, բայց նաեւ այդ չմիաբանվելու հարցն էլ կա ու այն կրիտիկական ամենակարևոր պահին, որ ասում են չէ, մենք բացառում ենք, որ մենք կմիանանք այս ուժին կամ այն ուժին, բայց ո՞նց են պատրաստվում փրկել երկիրը։ Ինչ նշանակում միանալ։ Համախմբել ուժերը, համախմբել ձայները ընտրության ժամանակ։ Չէ, հենա, համախմբեցին, Գյումրիում համախմբեցին եղավ, Վաղաշապատում համախմբեցին չեղավ։ Չէ, արհեստական միավորում չի լինելու, այսինքն եթե նկատի ունեք, որ պետքա բոլորը մեկ ցուցակով գնա, դա չի լինելու։ Բայց եթե խնդիրը երկրի փրկության մեջ է, նույնիսկ արհեստական միավորումն է այստեղ Չէ, ասեմ ոնց ասեմ դրա դեմ չեմ, չէ։ Շատ սխալ մեթոդաբանությունը։ Պատկերացեք անդիմադիր բոլոր ուժերը, որոնք իրականում բան են անում, ուզում են պայքարել, հա, ասենք ԿՊ-ի դեմ, բոլորը միավորվեցին մեկ ցուցակի մեջ, դարավ X կուսակցություն, գալիս է ազգային ժողովի ընտրությունները, իշխանությունը եւ նրան աջակից ուժերը, բացի ԿՊ-ից եւս 6 ուժ են դնում, ուրեմն մասնակցություն են իրար դնում բանի մեջ, այդ ընտրական գործընթացում, հա, ասենք գրանցում են, ասենք 1 2 3 4 5 6 կուսակցություն, իսկ միավորված էս 1 թիվ X ամենանդիմադիր կուսակցություն ուղղակի չեն գրանցում։ Այդ դեպքում ինչ է կանելու։ Բոլորը միանգամից վարի գնացին։ Բոլորը միանգամից վարի գնացին, հա, ասես արհեստական միավորման հետևանքը սա է լինելու։ Եվ ինչ է կանելու, փողոցում երթցույց մասնակցում է առաջին օրը 20000, երկրորդ օրը 12000, երրորդ օրը 5-ից 7000 ու այդպես մինչև բանը, ընտրության ավարտը եւ վերջ։ Այսինքն արհեստական միավորումը բերում է սրան։ Սա եթե սա են ուզում ընդդիմադիրները, ասեցի, ինչա լինելու։ Դա խնդիրը միավորման մեջ չի, խնդիրը ասում եմ ուրիշ հարցի մեջ է, գտնեմ ինչ անեմ, որ իշխանությունը չի սպասում։ Այս սա մեջ է, ոչ թե միավորվեմ կամ չմիավորվեմ, ինչ անեմ, որ իշխանությունը չի սպասում, որտեղ ինչ որ ես անում եմ, իշխանությունը գիտի։ Ու դրա որտեղ 30 տարվա մեջ ինքը տեսել է, ասենք որ տենց այս ինչ անեմ, որ ինքը չիմանա։ Չմտածի դրա դեմ հնարավորություն հաշվարկած հաշիվներ չունեն անելու։ Եթե դու գտար ինչ անես,
որը իշխանության համար անակնկալ է, դու հաղթելու ես միանշանակ, որ մտածեն գրկտան ի վերջո Հայաստանը առաջի երկի չի, հարյուրավոր տենց երկրներ կան։ Ողոքի պետք է մտածել մի քիչ, այդքան բան։ Մտածելա պետք։ Փոխարել այդ հարյուրավոր երկրներից ինչ որ մեթոդ, ինչ որ տեղ կա հաջողված այդ մոդելով։ Իհարկե, շատ տեղերում կա, որ այո հաջողվել են, ոչ միայն ընտրական այսինքն քաղաքական նաև գործընթացները պարտադիր չի միայն ընտրություն լինի։ Քաղաքական գործընթաց դա համար ուսումնասիրում ես տարբեր երկրների քաղաքական process-ները, բավականին լավ ես ուսումնասիրում, սովորում ես, այս մեկը հաշվում ես կլինի Հայաստան, թե չէ։ Այս մեկը եթե sense փոխեն կլինի, այս մեկը չի լինի, այս մեկը մի կողմ դրեցի, իսկ այս մեկը եթե զարգացնենք, իր մոտ թերիա ինչ որ ասենք, չգիտեմ, խոսքոնակ Պերույում ինչ որ մի բան եղել։ Խոսքը ունակ, այդ տեսար հայ եղել է։ Դա համար պետք է անդադ տարբեր երկրների քաղաքական գործընթացներ ուսումնասիրես։ Դա համար պետք է, դա համար ասում եմ, այդ գործընթացը մի քիչ գիտական գործընթաց է, պետք է նստես ուսումնասիրես, ոչ թե ընդամենը ասենք, հա, չգիտեմ, աշխատանք ստանաս, պրեմիա ստանաս, հետո գնաս Անտալիա, լողանաս ու նկարներ դնես բանում, քո Facebook-ում։ Լավ, հիմա եկեք խնդրում ամփոփենք ու հասկանանք առհասարակ ես էլ հասկանամ ու ընդհանրապես բացատրենք լայն հասարակությանը, թե ինչի մասին են 26 թվականի ընտրությունները ստացվում է ձեր վերլուծության, որ իզուր պայքար է լինելու արևմտյան կոնգլոմերատի դեմ։ Չէ, բացարձակ 26 թվականի ինչի մասին, ես ենթադրություն արեցի։ Հա, չէ, 26 թվականի ընտրությունը էսա Հայաստանը մնալու է որպես ազգային պետություն, ազգային շահեր հետապնդող պետություն, թե դառնում է արևմտյան կոնգլոմերատի շարունակությունը, ընդհանրապես նրա գործիքներից մեկը, բանը, տես տարածաշրջանում։ Այսինքն դու ազգային պետություն ես շարունակում ունալ, որը ազգային շահեր ունի, որը որոշ երկրներ կարող է արևմտյան, որոշ երկրներ շահեր համապատասխանի, կարող է չհամապատասխանի, երկրում ասենք ազգային արժեքները նորից վերականգնվեն եւ այլն։ Թե դու ուզում ես լինես, չգիտեմ, ինչ ասեմ, այնտեղ ոնց որ Ռումինիայի բնակիչներին, որոնց ուղղակի թույլ չտվեցին նախագահական անցյալ տարի նախագահական ընտրություններում իրենց տեխնացիոն ունենալ եւ այլ։ Թե դու ուզում ես դառնաս, ասենք, չգիտեմ, Բուլղարիա, Ռումինիա եւ այլ, ասենք Ֆրանսիա, Գերմանիա, չես դառնա, Բելգիա, չես դառնա, ուղղակի կդառնաս ինչ որ իրենց երկրորդ սորտի ինչ որ մի տարածք, որ այսա օգտագործելու է Իրանի դեմ, որից դու կտուժես, օգտագործել է Ռուսաստանի դեմ, որից դու կտուժես եւ այլն, այսինքն թե դա ես ուզում դու դառնաս, բայց մի բան պարզ է, որտեվ այս իշխանությունների մնալու դեպքում միանշանակ այստեղ ռուսական ներկայությունը վերանալու է։ Հեծը արդեն վերացավ։ Երկաթգիծը կվերանա ուղղակի, որտեղ 26 թվական լրանում է 30-ամյակը արենդայի, դա չեն ուրեմն երկարացնի, ատոմականները արդեն խոսում են ինչ-որ մոդուլային Ամերիկան հետ։ Մնում են այնտեղ բազան եւ սահմանապահ զորքերը, որոնք շատ հանգիստ դուրս կգան։ Այսինքն 26 թվականի ընտրությունները ցուցիչ են Հայաստանը կվերադառնա ազգային պետության ուրեմն ուղեցիր, թե դառնում է ինչ-որ եվրոպական երկիր չէ, եվրոպական կոնգլոմերատի հսկողության տակ գտնվող ինչ-որ անդեմ տարածք։ Այս ազգային թե անդեմ տարածք, այս սրանց ընտրությունն է։ Ինչպես կարող ենք ճշգրիտ ձևակերպել նոր իշխանության առաքելությունը, եթե ամեն դեպքում համարենք, որ կգա նոր իշխանություն, այ որն է լինելու հենց այդ ազգայինի պահպանումը, Եկեղեցու դեմ ստեղծող հալածանքի վերացում, դասապատմության, դասագրքերի նորից վերանայում, ցեղասպանության եւ ազգային մշակութային եւ այլ հարցերի նորից բարձրացում եւ բազմաթիվ այլ եւ որոշ թեմաներ ուղարկի արգելումը, որոնք որ հայկական հասարակության եւ հայկական իրականության ոչ մի կապ չունեն։ Եվ ներմուծվում են անդադ Եվրոպայից ֆինանսավորվում են եւ այլն։ Բազմաթիվ հարցեր կան ազգային ուրեմն գործողություն իրականացնելու եւ շատ դեպքերում նոր դաշնակիցների հետ նոր ծրագրերով առաջ քաշել Արցախի հարցը նաեւ հայկական միջազգային ուրեմն կառույցներում բարձրացնել եւ բազմաթիվ թեկուզ հուշարձանների պահպանության հարցը, որ արդեն ոչնչացում են Արցախի հանրապետության տարածքում։ Այսինքն սա է լինելու, թե լինելու ընդհանրապես այսպես ասենք, գիտեմ Այս որպես անդեմ տարածք, որը ընդամենը դրսից օգտագործվել է այս կամ այն երկրի դեմ։ Թող ժողովուրդը որոշի։ Այսինքն նաև այսպես էլ մի մոդել էլ իմ պատկերացմամբ ստացվում է դաշնակիցներ ունենալով ինչ որ առումով, եթե այդ ազգային մշակութային ուժեղացնում ենք, նորից վերադառնում ենք մեր արմատներին, ստացվում է մենք Բուհուտան թագավորությունը գիտեք, ինչ որ առումով նաև փակում ենք մեր երկիրը, որպեսզի հենց
Չէ, հակառակը, չէ, ազգային մշակույթը խիստ զարգանում է, երբ որ ինքը շփվում է նաև այլ ազգային մշակույթների հետ, բացարձակ փակ չկա, Հյուսիսային Կորեա բնականաբար չենք դառնում։ Չէ, Հյուսիսային Կորեա չի, ես ավելի ճիշտ մոդել վերեցի, որովհետև Բհուտանի թագավորությունը երջանիկ երկրների շարքում արտահայտվի, որովհետև Չէ, շատ ազգայինը զարգացնելը չի նշանակում մեկուսանալ, ահա, չէ, ազգային զարգացնելը բնավ չի նշանակում, չի ընդհանրում մեկուսանալ համաշխարհային այլ երկրների, այլ ֆրանսիական մշակույթը դու ստա կարող ես զարգացնել։ Գլոբալիստների քաղաքական թեման ես փակում, բայց Եվրոմիության ազգային մշակույթ կլի ֆրանսիական մշակույթ, Գերմանիայի մշակույթ, չգիտեմ, լեհական մշակույթ, Չեխիայի մշակույթ եւ այլն։ Չէ, իհարկե ոչ մի դեպքում չես կարող դնել, որտեվ եկիր հիմա այնպեսի աշխարհ, որ ոչ մի երկաթի վարագույր չես կարող։ Ուղղակի ազգային այլ հալածանք եկեղեցու դեմ չես անում, քաղաքական բատակյալներ չես պահում, քո ազգային դբրոցներ ես կրթական բան անում, այդ կրթությունը եւ շատ հարցեր այնտեղ վերանայում ես սերունդների դասերակցության մեջ, շատ խնդիրներ փոխում ես, ընդհանրապես տնտեսությունը զարգացնում, ոչ թե նստում ես Եվրոմիության վարկային ասեղի վրա, որը մի օր կպայթի։ Հա, որը մի օր կպայթելու է։ Արդեն 15 միլիարդին ենք մոտենում։ Շնորհակալություն շատ բան բան հարցազրույցը։ Սիրելի հետևորդներ, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես ծանոթ լինելու համար։ Կհանդիպենք։